Բարև ձեզ։ Մեծ եք Վանաձորի բնակիչ եք։ Քույրերի դեպքի մասին լսել եք։ Տեղյակ ենք, TikTok-ով միշտ նայում ենք։ Ինչ է պատահել, ինչ է եղել։ Բանը ինչ որ օրան գնալուց էնել է, այդ գետի վրայով անցնելուց էնել է Կարմունջի տրուբի։ Ընկել են գետը, սկզբից փոքր նանգ է, հետո մյուսը։ Սայքլը կնոկել։ Այսօր քույրերից մեկի մարմինը հայտնաբերեցին։ Շարունակում տեղյակ եք, որ հատվածից են գտել։ Չէ, տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ ընկել են գետը։ Ճանաչում եք Չէ։ Չէ։ Են գիտեմ, որ իրանք Ղարաբաղցի են, տեղահանված են, բռնի տեղահանված են։ Ապատալիկատվություն է տարածվել, Արցախից տեղահանված են։ Չգիտեմ, բայց TikTok-ում ես կարդացել եմ, որ իրանք բռնի տեղահանված են։ Էլի եղել են դեպքեր, երբ մարդիկ Ինչ որ ասում են 15 տարեկանները խայլանգ է, հետո հղի աղջիկ է լանգացել է մի քանի տարի առաջ, մի հատ տղա երեխա է լանգացել է, մի ուշակարը այդ շենքի հենց դեմն է, այդ որտեղ այս երեխեքն են ապրում, հենց այդ շենքի դեմն է։ Իսկ ինչ խողովակ է, ինչու չեն հեռացնում։ Չգիտեմ, բայց որ մահացու է, դա 100% է։ Այլընտրանքային ճանապարհ չկար գետը անցնելու, հենց այդ խողովակի։ Կար, ուղղակի իրանք են, երևի տենց ուզեցել են կրճատեն ճանապարհը, որ հասնեն օրան։ Այսինքն վերևի կամրջի մասին։ Հա։ Դա բավականին հեռու է ստացվում այդ խողովակի հատվածից։ Այդ չգիտեմ, ես տեղյակ չեմ։ Կանցնում եք այդ հատվածը։ Չէ։ Վտանգավոր է։ Մերսի շատ։ Հարգելի հետևորդներ, Վանաձորցի կնոջ հետ էինք խոսում, լսեցիք իր խոսքով, նա ասաց, որ դեպքի մասին տեղեկացել է սոցիալական ցանցերից, ասաց, որ էլի եղել են դեպքեր, երբ մարդիկ հայտնվել են ջրում, նրա խոսքով Եվս մեկ դեպք է եղել, երբ հղի կին է հայտնվել գետում, երեխա,